մի քանի հերթականությամբ փորձեմ կառուցել իմ դիրքորոշումը։ Երևի թե նախ ինքս պետք է անդրադառնամ որպես փաստաբան, որպես պաշտպան դատական նիստի մասնակցությունը, քանի որ նշված հարցը բարձրաձայնվեց, ես չգիտեմ արդյոք հանրային մեղադրողը զուգահեռաբար ունի փաստաբանի ակոնագիր, պայմանականորեն կասեցված թե ոչ, եթե իրապես ունի, առնվազն այն դիրքորոշումը, որը ներկայացվեց, ես մեծ հույս ունեմ, որ համապատասխան մարմինը մեր փաստաբանների պալատի ուշադրությամբ կհետևի դատական նիստին, ընդհանուր մինչև կարգապահական պատասխանատվության հնարավորությունը ի վերջո մի օր գնահատելու։ Ինչի համար եմ նշվածը ասում, որովհետև հանրային մեղադրողը, եթե իմ որպես փաստաբանի, ով զուգահեռաբար այո ունի պատգամավորի կարգավիճակ հանգամանքներ բարձրաձայնում, կարող է ուսումնասիրել փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը, որտեղ ուղիղ նախատեսվում է կասեցման հիմքը լիազորությունների ժամկետով։ Այսինքն այն պահից, երբ լիազորությունների ժամկետը գործում է, այո, որպես պատգամավոր իմ լիազորությունների ժամկետը մեկնարկում է 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Բայց ինչ է ասում սահմանադրական դատարանը, պատվարժան դատարան, երբ կրկին անդրադառնում ենք 95 սահմանությունիչով։ Ես կրկին պատվարժան դատարան կրկին նորից մի հատ անդրադարձ կկատարեմ փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը կդիտարկե, դրանից հետո մի հատ նայեք ձեր կարգապահական պատասխանատվության հարցը, իհարկե հույս ունեմ դուք ունեք էլ փաստաբանի ակոնագիր։ Ինչ վերաբերում է պատվարժան դատարան նրան, թե արդյոք նաև մեկ այլ երաշխիքից օգտվում են թե ոչ։ Պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենք էլ գոյություն ունի, եւ հանրային մեղադրողը հրատապությունից ելնելով ինչպես մեղադրական եզրակացությունը հաստատեց եւ մուշտարեց դատարան, այսպես չի ասել երևի թե նաեւ դա ուսումնասիրի, որը նախատեսում է, որ պատգամավորի մանդատ ստանալու պահից 30 օր ժամկետ է տրամադրվում անձին, որ առևտրային կազմակերպություններից դուրս գա, որ այլ բնույթի վարձատրվող աշխատանքը դադարեցնի եւ այլն։ Հիմա արդեն սպառելով նշված հարցը եկեք հանրային մեղադրողի ներկայացրած բոլոր դիրքորոշումներին, որոնք վերաբերում են պատգամավորի կարգավիճակին, պատասխանենք հենց նույն դատախազության, որը միասնական համակարգ է, եթե չեմ սխալվում սահմանադրության համաձայն, մեկ այլ դատախազների կողմից ներկայացված միջնորդության երգով, որը վերաբերում էր Նարեկ Կարապետյանին, ներկայացվել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սպառել այս հարցը։ Ինչ ասել կենտրոնական հանձնաժողովը։ Հիմք ընդունելով սահմանադրական դատարանի ՍԴ 16-19 որոշման բարձրացված իրավական դիրքորոշումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը, ըստ այդմ որոշեց վերադարձնել դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը։ Այսինքն, եթե օրինակ հանրային մեղադրող, անկեղծորեն եմ ասում, պատվարժան դատարան, գալով դատական նիստի, ներկայացնելով դիրքորոշում անձի խափանման միջոցի վերաբերյալ, չի ծանոթանում իր իսկ գործընկերների կողմից ներկայացված մեկ այլ միջնորդության ելքի վերաբերյալ իրավական դիրքորոշումները, ես չեմ հասկանում ինչով են մենք զբաղված։ Այսինքն, ես գտնում եմ, որ ես որպես փաստաբան չեմ կարող ունենալ այնպիսի փաստարկներ, որոնք վերաբերում են դատախազությանը, ու դա դատախազությունը չներկայացնի այլ ես։ Կներեք, ես գիտեմ, որ դատախազության կառույցի արհեստավարժության տրամաբանությունը շատ բարձր է։ Ես չլսեցի դատախազից օրինակ դիրքորոշում վճռապետ դատարանի նախադեպի վերաբերյալ։ Ես դեռ հենց չեմ անդրադարձել սահմանադրական դատարանի 16-19 որոշմանը։ Դեռ վերջում եմ անդրադառնալ։ Վճռապետ դատարանի նախադեպային որոշում կա ՍԴ 0066 կոտորակ 01 կոտորակ 21 Մխիթար Զաքարյանի վերաբերյալ, որտեղ ինչ է ասել վճռապետ դատարանը։ Վճռապետ դատարանը գտնում է, որ Մխիթար Զաքարյանը 2021 թվականի հուլիսի 22-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու փաստույթով ենթակա է եղել ազատ արձակման։ Իդեպ զուտ բոլոր հնարավոր մեկնաբանությունները սպառելու նպատակով օգոստոսի 2-ը, որ ազգային ժողովի նոր գումարման մեկնարկի օրն է, 21-ին էլ անունն է, 26-ին էլ անունն է, եթե արտահայտություն չլինի 31 թվին էլ անունն է լինել։ Հիմա ստացվում է վճռապետ դատարանը արդեն արձանագրել է, որ Դավիթ Ղազենյանը 2026 թվականի հուլիսի 21-ից որ ազատ չի արձակվել, իր իրավունքները խախտվում են։ Եվ այստեղ ինչն է շատ կարևոր։
Պատվարժան դատարան, ես վստահ եմ, նաև շատ կարևոր է, որ մենք ունենում ենք դատական լիստեր հանրային հաշվետվողականության տեսակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մենք Դավիթ Ղազիմյանի միջնորդությունը եւ ներկայացրել ենք, մենք պնդում ենք, որ այն քննվեր դռնբացության կարգով։ Հենց Դավիթ Ղազիմյանն եւս մասնակցում էր, բայց այդ մեր դիրքորոշումը մերժվեց եւ մենք հիմա ունենք դռնբացության կարգով քննության հնարավորություն։ Այնպես ստացվեց, որ մի քանի օր առաջ ԿԸՀ-ին մեկ այլ միջնորդություններ ներկայացնել, մեկը մեր այլ գործընկերոջ վերաբերյալ, որը կրկին դռնբացության կարգով էր քննվում, բայց այնտեղ մենք շատ ցայտուն կերպով ներկայացրեցինք Դավիթ Ղազիմյանի օրինակը, որտեղ դատախազությունը, քննչական մարմինը տեղեկացված լինելով, որ այդ կարգավիճակի վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը ընդունվելու է 2026 թվականի հունիսի 21-ի 15:00-ին հաջորդող ժամանակահատվածում, շատ հետաքրքիր մի իրավիճակ է տեղի ունենում, որ հենց հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը մինչ այդ է հաստատում եւ ուղարկում է դատարան։ Դրա վերաբերյալ էլ դատախազությունը իսկապես ծանրաբեռնվածության պայմաններում նույնիսկ հրապարակայնորեն հաղորդագրություն է տարածում, որ Դավիթ Ղազիմյանի վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան։ Ինչի նույնիսկ այդ հաստից խուսափեցին, որտեղ պատվարժան դատարան պարոն Դանիելյանը սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը հանրային մեղադրողը քաջատեղյակ է 16-19 որոշումից սահմանադրական դատարանը։ Այստեղ հարց կառաջանա, որտեղից էր տեղեկացվել։ Սույն գործով հսկող դատախազը հանդիսանում է մեկ այլ գործով եւս, այսպես ասած, միջդատական բարույթում օրինականություն է հսկող դատախազներ ու հանրային մեղադրողը, ով հենց սահմանադրական դատարանի 16-19 որոշման ուժով վերացրել էր կալանքը։ Ես կռայեցի, որ այն հակափաստարկը, որը փորձելու էր բերվել, կայանում էր նրանում, որ իբրև այդ դեպքում, այն է 2023 թվականի նոյեմբերի ամսին կայացված որոշման ժամանակ, ազգային ժողովի, այսպես ասած, 8-րդ գումարումը արդեն իսկ ստանձնել էր իր լիազորությունը։ Բայց այստեղ կրկին մեզ գալիս է օգնության թե վճռաբեկ դատարանը, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ թե վերջո սահմանադրական դատարանը։ Եթե կա Հայաստանի Հանրապետությունում մեկը, ով կասկածում է, որ սահմանադրական դատարանը քաջատեղյակ է պատգամավորի կարգավիճակ եւ պատգամավորի լիազորություններ ստանձնել եզրին, թող ձայն հանի։ Սահմանադրական դատարանը իսկապես շատ լավ գիտի ինչ է պատգամավորի կարգավիճակը, ինչ է լիազորություններ ստանձնելու ուղը։ Բայց սահմանադրական դատարանը օգտագործել է հենց պատգամավորի կարգավիճակ ձևակերպումը։ Իդեպ հենց այդ ձևակերպումից է որոշակիորեն շահերտներում Այդ ամենայնիվ փորձեք այնպիսի վարկայություն դուր նստեք, չեմ կարծում, որ որևէ ամենականություն դեպի եթե ինչ-որ մի բան ձեզ չեմ ասում, նստեք դուք էլ եթե ինչ-որ խնդիր կա կարող բարձրացնել քննարկման ավարտացնել, նորմալ ավելի Շնորհակալ եմ պատվարժան դատարան։ Սահմանադրական դատարանի որոշումը հստակ ասում է անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Այդ ինչն է քննարկում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահի վերաբերյալ։ Վճռաբեկ դատարանի որոշում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 283 հ որոշում։ Իդեպ սա էլ հրապարակային ասեմ պատվարժան դատարան։ Դատախազությունը հանդես գալու որպես միասնական պահանջ, այս որոշումը չի բողոքար։ Այս որոշման հետ համաձայն է եղել։ Այս որոշման որտեղ ասվում է, որ պատգամավորի կարգավիճակ է ձեռք բերել անձը 2026 թվականի հունիսի 21-ից եւ այդ հիմքով միջնորդությունը, որ ԿԸՀ-ն քններ անձի անազատության վերաբերյալ համաձայնության հարցը վերադարձրել։ Հենց այն դիրքորոշումը, որ այսօր լսեցինք պատվարժան դատարան, սպառված է, հերքված է, բացառված է։ Ավելին, պատվարժան դատարան, այնպես է ստացվել, ես այս վեճի շուրջ մի քանի գործերով ներգրավված եմ։ Այս գործով էլ եմ ներգրավված, ԿԸՀ նիստին ես եմ մասնակցել։ Ավելին, եկել եմ մասնակցել մի նիստի պատվարժան դատարան, որտեղ մեր հարգարժան դատախազից, դատակարության կառուցվածքի տեսանկյունից վարչության պետի պաշտոն զբաղեցնող գործընկեր էր մասնակցում, որտեղ մեկնաբանությունը հետևյալն էր, քանի որ մեկ այլ անձ ունի այս պահին պատգամավորի կարգավիճակ
Հետևաբար պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու ՍԴՎ տրամաբանությունը 16-19 որոշմամբ չի գործում։ Բայց եթե չունենար պատգամավորի կարգավիճակ, երեկվա դատական լիստն եմ մեջբերում, եթե չունենար պատգամավորի կարգավիճակ, իհարկե հուլիսի 21-ին պետք է ազատ արձակվեր։ Այն, որ ես այլևս փաստ եմ արձանագրում, որ ես տեսել եմ վերջին օրերի ընթացքում, թվով 3 դատախազների խումբ գործընկերների, որոնք միասնական համակարգ դատախազության եզրույթը արժեզրկում են, դա փաստ է։ Բայց կրկին իրավական կատեգորիաներով խոսենք, կա որոշում, կա վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, բայց կա նաև Դավիթ Ղազենյանը, ով իր պատգամավորի կարգավիճակ եւ դեռևս անազատության մեջ է։ Ես չեմ կարող նաև շատ կարճ գունե անդրադարձ չկատարել նաև թե ընդհանրապես Դավիթ Ղազենյանի իրավաչափության պայմանների վերաբերյալ ինչ է տեղի ունեցել։ Պատվարժան դատարան ես նաև մասնակցել եմ առաջին այդ դատական լիստին, որը վերաբերում էր Դավիթ Ղազենյանի պատանման միջոցի հարցի դրությանը, դրաքննությանը։ Շատ լավ ենք բոլորս հիշում, ես նաև հասկանում եմ այստեղ այն անձինք են ներկա, ովքեր ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ում նաև հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել էին, որոնք գաղտնի բարոյթային գործողություններ էին, բայց դրա մասին ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գիտեր։ Բայց գիտեր 2026 թվականի հունիսի 6-ից։ Ու այնպես ստացվեց, որ այդ ամբողջ հանրապետության մեջ նաև Դավիթ Ղազենյանը ևս ընդգրկվում է եւ հետեւաբար Դավիթ Ղազենյանն էր տեղյակ քրեական բարույթից, ավելին հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները չէին զլացել, նաև ուղիղ ընդգծել էին, որ Դավիթ Ղազենյանին է վերաբերում այս քրեական բարույթը, նույնիսկ գաղտնալսումները, որոնք հանրայնացվել էին, այնտեղ ուղիղ հիշատակվում է Ղազենյան Դավիթ անուն ազգանունը։ Այսինքն այս աստիճան փութաջանություն էր ցուցաբերվել, որ Դավիթ Ղազենյանը այդքան լավ տեղեկացված լիներ գործի մասին։ Եվ չնայած այս բոլոր փաստարկներին, Դավիթ Ղազենյանի նկատմամբ կալանք իրավարվեց։ Այլ Դավիթ Ղազենյանի նկատմամբ կալանք իրավարվեց, էլ ինքը խոչընդոտելու ենթադրյալ ռիսկով։ Հիմա ստացվում է, դատախազը այսօր դիրքորոշում է ներկայացնում, որ դեռ փաստորեն կան այդ ռիսկերը։ Ուրեմն հերիք չի կան այդ ռիսկերը։ Մի հատ է։ Ես իդեպ այնպես ստացվել շատ ավելի շահեկան դիրքեր ունեմ պատվարժան դատարանում։ Հիմա ամեն դեպքում մենք ունենք սպեցիֆիկ իրավիճակ։ Ի վերջո Դավիթ Ղազենյանը ԵՊՀ շրջանավարտ է։ Դավիթ Ղազենյանը նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան եւ Հայաստանի Հանրապետության իդեպ իրավունքի ոլորտով, իրավագիտության ոլորտով միակ ակադեմիկոսի Գագիկ Ղազենյանի որդին է։ Եվ իսկապես ես նաև տեսնում եմ, ուղղակի չեմ կարող չտեսնել, որ պարոն Ղազենյանը նաև ներկա է նիստերի դահլիճում եւ իմանալով թե ինչ աստիճան է ինքը հաջողություն է ցուցաբերել իր ուսանողների շրջանավարտների նկատմամբ քրեական դատավարության նաև տեսանկյունից եւ լսում է, որ օրինակ թե ընդհանրապես այս քրեական բարույթը ինչի մասին է, իդեպ նախաքննության ավարտի եւ նյութերի գաղտնի չլինելու պայմաններում մենք ունեցել ենք այդ բացառիկ հնարավորությունը նաև պարոն Ղազենյանի հետ քննարկում ունենալու եւ ստացվում է այս պայմաններում մենք լսում ենք, որ պետք է Դավիթ Ղազենյանի նկատմամբ օրինակ գրավիչապ առաջարկվի 1 միլիարդ դրամ։ Նաև իդեպ վարչական հսկողություն, նաև իդեպ բացակայում ու այլ։ Իդեպ բայց հետաքրքիր բան է, ստացվում է պետք չի կատարել։ Այսինքն այսքան ժամանակ Դավիթ Ղազենյանը, որ Երևան կենտրոն ԿԿՀ-ում էր, տեսակցությունների սահմանափակման ինտենսիվ պայմաններում եւ այլն, այսօրվանից պետք չի, պատվարժան դատարան։ Այսինքն օրինակ հսկող դատախազի կարգավիճակում վերացնել կալանքը չէր կարող պարունակել։ Պետք է ուղարկել դատարան։ Ի պատիվ դատարանի սա հատուկ եմ ուզում ընդգծել, մենք ունենք դատական լիստ 2026 թվականի հուլիսի 24-ին։ Մեկ այլ դեպքում մենք չէինք ունենա հուլիսի 24-ին լիստ։ Կունենայինք հնարավոր ավելի ուշ։ Այդ ժամանակ էլ ստացվում է իր դատախազը գալու, ասել պետք չի այդ կալանքը։ Բայց այդքան օրեր էլ մնար Դավիթ Ղազենյանը կալանքի պայմաններում։ Հիմա անդրադառնանք լավ է դիրքորոշմանը։ Այդ ինչից ելնենք 1 միլիարդ դրամ։ Չհասկացա պատվարժան դատարան։ Այսինքն մենք գտնվում ենք ինչ որ ներողություն եմ խնդրում, նաև պաշտպանողից եմ ներողություն խնդրում, բանի ենք մասնակցում, աուկցիոնի ենք մասնակցում, դες պարտապես թվեր ենք ասում, 1 միլիարդ դրամ գրավող է։ Այսինքն ինչի համար, որ Դավիթ Ղազենյանը ամբողջ քրեական բարույթի սկզբնական ինտենսիվ փուլում եղել է ազատության մեջ։ Մեղադրական եզրակացությունը ուսումնասիրում ստացվում է Դավիթ Ղազենյանի հարցազրույցներից տեղեկացված էին մեր գործընկերները քննչականի նույնիսկ զննել են։
Factor TV լրագրողը չգիտեմ ներկա է թե չէ, բայց Factor TV լրագրողի հետ հարցու պատասխանը զննվել է քրեական բարույթի մասը։ Հիմա այդ աստիճան տեղեկացված Դավիթ Ղազարյանի չի պետք է կառանավորել, խոչընդոտելու ռիսկով, բայց հիմա նախաքննության ավարտի պայմաններում հաստում են խոչընդոտելու ռիսկը այն աստիճանին, որ 1 միլիարդ դրամ գրավ պետք է իրավունք։ Կներեք, սա աբսուրդային է։ Ավելի աբսուրդային է նաև վարչական հսկողությունը, պատվարժան դատարան, որտեղ վարչական հսկողություն էլեկտրոնային սարք, արդեն այդ բառերը հակասության մեջ է 16-19 որոշման են։ Որովհետև վարչական հսկողությունը նաև ամսի ազատ տեղաշարժի միջամայնություն է պատվարժան դատարան, էլեկտրոնային հսկողությունը երկու բառ է, կամ ժամային, կամ վայրերի։ Եվ երրորդը պատվարժան դատարան բացակայելու արգելք պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ շատ լավ։ Այս հանգամանքներն եմ ուզում բացահայտել, կարծում եմ նաև իմ պատգամավորի կարգավիճակ, ինչպես ես այնպես էլ պարոն Ղազարյանը եւ այլ գործընկերները ունեն, թույլ կտան նշված հանգամանքը նաև բացահայտել, Դավիթ Ղազարյանը նաև ներգրավելու է խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին։ Բացակայելու արգելք կիրառվի։ Ներկայացական մանդատով կոչված անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառվի, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ չներգրավվի։ Իդեպ պատվարժան դատարանների հենց ասվածվե այն դիմացը հենց հանրային մեղադրողը մեկ այլ բարույթով պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի դեպքում տեսել է ինչպես է բացակայելու արգելքը վերացվել եւ խորհրդարանական դիվանագիտության գործառույթը ինչպես է իրացվում եւ ինչպես որևէ ազդեցություն բացասական իմաստով չի ունենում, որտեղ երբևէ խաղամմիջոցի փոփոխման հարց չի բերել։ Հետևաբար պատվարժան դատարանը միակ ընդգծելով այն, որ իրավաչափության պայմանները Որին հարգանքով հակապետության դատարանի թե առաջինացյալի, թե վերաքննիչացյալի, մենք հույս ունենք բոլոր դեպքերում դեռևս վճռապետ դատարանից, այնքանով որքանով հնարավոր է մեր գնահատմամբ այն ապօրինությունները, որ տեղի են ունեցել Դավիթ Ղազարյանի նկատմամբ, դեռ կարող են վերականգնել, բայց ամեն դեպքում պատվարժան դատարանը մենք գտնում ենք, որ ընդհանրապես իրավաչափության պայմանի հարց չի եղել ի սկզբանե, բայց եթե դատարանը բոլոր դեպքերում, այսինքն արձանագրենք, որ վկայակոչած սահմանադրական դատարանի որոշման վճռաբեկ դատարանի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների ուժով տնային կալանքը պետք է կալանքը ընդհանրապես պետք է վերացվի։ Սա մեկ, բայց եթե դատարանը գտնում է, որ նաեւ որևէ այլ խախտումամիջոց պետք է կիրառվի, մենք այդ դեպքում առաջարկելու ենք գրավ, բայց գրավի մենք չափը, որը առաջարկենք պատվարժան դատարան եւ նաեւ օգտագործենք մինչեւ ձևակերպումը, դա կլինի 40 միլիոն դրամ։ Պատվարժան դատարան, որը գտնում ենք նաև առավել քան կչեզոքացվի ցանկացած տեսակետից։ Ի վերջո, պատվարժան դատարան Դավիթ Ղազարյանը ոչ միայն նախկինում երբևէ չարատավորված անձ է, այլ նաև այլևս արժեքապատգամավորի կարգավիճակ ունեցող, հետևաբար նաև իր գործունեության տեսանկյունից միշտ հանրային հաշվետվողականության տիրույթում է գտնվել։ Միշտ։ Բայց նաև մի կարևոր հարց է, ամփոփելով խոսքս ընդգծեմ, ես չգիտեմ, արդյոք հանրային մեղադրողը հնարավորություն ունեցել էր ուսումնասիրելու նշվածը թե ոչ, բայց մեզ տրամադրվել էր նախաքննության ավարտը հայտարարվել եւ մեզ տրամադրվել էր բավականին երկար ժամկետ պատվարժան դատարան, քանի որ դե խոչընդոտելու ինտենսիվ ռիսկ կար, երևի թե ուրեմն ինչ մեծ նյութերից էր, չէ՞ բաղկացած այս քրեական բարույթ անաչառ դիտորդը այդպես կդառնա։ Նախաքննության ավարտը հայտարարվեց ժամը 16:45-ի սահմաններում։ Մենք դիմեցինք բարույթ իրականացնող բանալին նախկին, որ մեզ տրամադրվի ժամկետ մինչև 2026 թվականի հուլիսի 21-ի, այսինքն հաջորդ օրը, մինչև ժամը 17:00։ Այսինքն մենք պահանջել ենք այդքան կարճ ժամկետ։ Քննիչը մերժեց մեր միջնորդությունը, ժամկետ տրամադրեց մինչև առավոտյան 11:00։ Այսինքն Ղազարյան Դավիթ, կալանք, բայց ժամկետը նյութերի ծանոթանալու մինչև հաջորդ օրը առավոտյան 11:00։ Ինչքանով որ փորձեցինք ծանոթանալ գործի նյութերին, ներկայացրեցինք միջնորդություն։ Ասեցինք հարգելի բարույթ իրականացնող մարմին, խնդրում եմ հնարավորության դեպքում կատարեք առերեսում բարույթային գործողություններ, բայց եթե դուք գտնում եք ռիսկեր կա, դրա նվազման ուղղված ձեր պարտականությունը կատարեք, մենք ելում ենք դրա պատրաստականությունը, ցանկացած պահի մասնակցելու։ Մի հատ էլ բան ասեցինք, պատվարժան դատարան, ասեցինք նաև Դավիթ Ղազարյանին հարցակրել։ Ոնց որ գործը իր մասին է, իրան եք մեղադրում, իրան եք կալանավորել, երևի հետաքրքիր լինի, ինչ որ բան ունի ասելու թե ոչ։
Մենք ստացանք շատ հստակ պատճառաբանված դիրքորոշում քննիչից, այն է առանց քննության թողել միջնորդություն։ Այսինքն երևի կարիքը չկա, ու արդյունքում այո Դավիթ Բազենյանին չէ հարցակրում։ Բայց Պատվարժան դատարան ամփոփելով խոսքս ուզում եմ ընդգծել, որ իրավաչափության պայմանները ընդգծում են, որ որպես այդպիսի բացակայում են հանրապես ռիսկերի տեսանկյունից, նաև հենց դրանից, որտեղ եթե դրանք որպես այդպիսին լինեն բարերեսման տեսանկյունից, Դավիթ Բազենյանի ցուցմունքի կամ ընդհանրապես պատշաճ վարչակցի, ես տեսնում եմ այլ գործերով ինչ ինտենսիվ բարերեսումներ են կատարվում, բարդ գործողություններ են կատարվում, իսկ այս դեպքում ընդհանրապես չի կատարվում։ Հետևաբար պատվարժան դատարան խնդրում են անհապաղ հենց այդ ձևակերպումը օգտագործում են ելնելով ստեղծված իրավիճակից 16-19 որոշման տրամաբանությունից սահմանադրական դատարանի վերացնել Դավիթ Բազենյանի նկատմամբ կիրառված կարգը։ Ելնելով իր կարգավիճակը։ Միաժամանակ, եթե դատարանը ուզում է, որ որևէ խափանման միջոց պետք է կիրառվի, խնդրում ենք դիտարկել գրած որպես խափանման միջոց այն չափով առավելագույնի, որը ներկայացրեցին մակարդակում։